Երևան ավտոբուսի ուղղված ծախսերի մեջ ներառում են 1600 վարորդի աշխատավարձ, այդ 1.8 միլիարդով հրապարակում են, բայց այնինչ փաստացի 1246 վարորդի աշխատավարձ է ստանում։ Կամ իրանք ունեցան, որ դա բացատրություն, որ օրինակի համար գրել են աշխատավարձի թիվը եւ ուղարկել են պաշտոնապես 700,000 դրամ, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եւ դա պատասխանել է քաղաքապետարան անունով։ Ես չեմ գրել Պողոսի կամ Պետրոսի հարցիացրատերի ինքները, բայց աշխատավարձը բոլորը գիտեն 400,000 դրամ կամ ունեն երկրորդը 550,000 դրամ, այսինքն այս պարագայում իրանք կարողացան բացատրել ոնց է լինում, որ իրենց մոտ ծախսերը աշխատաբաշխական մեծ է լինում, կամ որ տրանսպորտային միջոցները այդքան գլուխ են գովում, ասում են, որ նոր ավտոբուսներ են բերել, բայց նոր ավտոբուսների մենակ զապչաստի համար ամսական 323 միլիոն դրամ փող են ծախսում, այսինքն շուրջ $800,000 ու ավելի։ Դա բացատրությունը ունեցան կային իրանք, թե չունեցան։ Պարոն Մանուկյան, ես անկեղծ ակնկալում եմ, որ հանձնաժողովի նիստին ավելի բովանդակային եւ առարկայական քննարկում կունենայինք, սակայն մենք տեսանք, որ իշխանությունը խուսափում է այդ բովանդակային քննարկումից։ Մեր հարցումներին ի պատասխան շատ զավեշտալի պատկեր է ներկայացնում քաղաքապետարանը, օրինակ հաշվարկների մեջ ասում են մենք միջին ասված 25% ինֆլյացիա ենք կիրառում ի համատ 13 թվականին, աստորեն բոլոր տիպի ծախսերի վրա այդ ինֆլյացիան կիրառում են եւ իրենք ինքնարժեք են հաշվում եւ մյուս հետաքրքիր թիվը, որ ներկայացրել են, ուրեմն Ժոնգտոնգ, Ման եւ Գազել Սիթի տրանսպորտային միջոցների ծախսերը ստանդարտ նույն թիվը copy-paste են արել եւ նշել են 1 միլիարդ 825 միլիոն 32 դրամ։ 825,000, այո, միլիոն 825,032 դրամ, այսինքն ստացվում է, որ այս 3 տրանսպորտային միջոցները, որոնք լրիվ տարբեր ծախսերի չափ ունեն, իրենք փաստորեն նույնի տակ են անցկացնում։ Բացի ձեր նշած թվերից շատ կարևոր է, որպեսզի ինքնարժեքի հաշվարկի մեջ մենք ունենանք ուղևորահոսքերի թիվը։ Ուրեմն իրանք ուղևորահոսքերի տարբեր թվեր են տալիս։ Թելսելի հետ կնքում են 600,000-ի պայմանագիր։ Ասում են, որ ընդունում ենք այն կանխավարկածը, որ 14 թվականին եղել է 550,000 վերգետնյա ուղևորափոխադրում օրական եւ 85,000 մետրոյի տեղափոխություն օրական, ընդ որում այն կազմակերպությունը, որը Երևանում իրականացրել է այդ մոնիտորինգը, իրականացրել է նաեւ Թբիլիսիում եւ ես ձեզ ասեմ, այնտեղի թվերը 850,000 են, որը տրամաբանական է։ Թբիլիսի ուղևորահոսքը տրամաբանական է, որ այդքան կլինի եւ մերն էլ է տրամաբանական։ Հաջորդը ես ձեզ հիշեցնեմ, որ երբ որ դեռ չէին անցել միասնական տոմսային համակարգի, իրենք նույնիսկ մինչև 30-35 միլիոն դրամ օրական, եթե չեմ սխալվում, թիվ էին ցույց տալիս, այսինքն 350,000 ուղևորահոսք։ Հիմա անցել են անկանխիկի, միասնականի եւ այլնի եւ ասում են, որ բոյկոտ չկա, բայց իրենց ներկայացրած թվերով օրական ուղևորահոսքը տատանվում է 200,000-ի սահմաններում։ Եթե ուղևորահոսքի թիվը չի ֆիքսվում, եթե ուղևորահոսքի թիվը չի վերցվում, այո, չի ֆիքսվում, այդ դեպքում իրենց առաջ ասած այդ ինքնարժեքը որ կա 203 դրամ, 10 դրամ, 230 դրամ, դրանք լրիվ բլեֆ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ ձեր ասածի մասով ասեմ, որ ոչ քաղաքային իշխանությունը որևէ հոդաբաշխ առարկայական պատասխան չի տվել ու չի էլ կարողանալու տալ։ Շնորհակալություն արգելի գործընկերներ, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Շնորհակալություն, մինչև 5 րոպե համեցեք պարոն։ Շնորհակալություն, ուրեմն մեկ անգամ չի ոչ կրկել է բորգոֆել եւ հանձնաժողովում եւ լիակոնվարնիստի ժամանակ սուր խոսք, քննադատություն, ինչ-որ ճակատային, ինչ-որ դժվար մասերի որակում բազմիցս են լսել, ինքներս էլ քաղաքական գնահատականներում համեստություն չեն կանում, չեն խորշում եւ անձնավորված եւ թիմային գնահատական կապ, բայց գալ նստել մարդու աչքերին նայել եւ այնպիսի եզրույթներ օգտագործել, որոնք ցանկացած իրեն հարգող մարդ չի հանդուրժի։ Եվ ոչ դրա քաղաքականն եմ հասկանում, ոչ դրա քաղաքայինն եմ հասկանում, ոչ էլ որևիցե քաղաքական
անտագոնիզմ կարա դա լեգիտիմացնի ու հերթական անգամ հրահրել է եւ ես գիտեմ որ մերելով բարեկրթությունից հասկանալով որ դա որոշակի սադրանքի ելերն կա պարունակում առաջին ալիքին անտարբեր է վերաբերվում երկրորդին սարկազմով է վերաբերվում երրորդին փորձում է սպես տիրապետել բայց այդ որ հանձնաժողովի նիստի ընթացքում ձեր կողմից կասեցում չի լինում այդ ամենի տարբերակ կամ դուք համար պարտիկ եք ինչով գնահատական եւ կամ էլ ուղղակի վիճակի չեք անznավորության խոսքը Ամսոքեսան ես ես խնդրեցի շահում Դա չէ ես բովանդակային մասով չեմ հարաբերեցի հատենը չի այս բանը հիմա հարաբերելով բուն տրանսպորտային նախագծին ուրեմն եթե ֆիքսենք որ մինչև վերջերս որ բոյկոտը հետվում է այսօրվա քաղաքապետի մամուլի քարտուղարի ասուլիսով արձանագրվեց որ այո բոյկոտային տրամադրություններ կան եւ որքան է որ այս ընթացքում փոխում էին հետքեր Պարքային իշխանությունը հարկադրված պաշտոնապես այսօր ընդունել որ բոյկոտային տրամադրություններ կան եւ այդ բոյկոտի տրամադրության նաեւ այդպես դեմ առնելու ռեպրեսիվ մեխանիզմ նաեւ այն քաղաքացուն որը ուղղակի մատերիալ չէ այդ քաղաքացուն ուղղանելու համար օրենսդրական միանգամից 3 օրենքի մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնություն տանել պարլամենտ քաղաքացուն սպառնալ ուղղանքով վարորդներին ասել դուք կամերաների տակ եք դռները մի բացեք մի թողեք անվճար երթևեկել վարորդ ուղևոր հարթությունում առաջացնել կոնֆլիկտներ բաժանարակեցել անել ձայնագրությունների ապահովին ոչ մի պաշտոնական արձագանք ու այս ամեն ինչը մի պարզ նաև հանդիսալություն ունի որտեղ այդ գազելների շահարկումը գազելները ինքնից կարելի չկա մեզ չի այս երեք գազելները հանել են այսօր ավտոբուս են ասում են քան դա լավ իշխանությունները կարող են ինքնից կարող են ցան որ համատարած մինուսով աշխատել եւ միասնական տոքսայինը վարույց աշխատել բայց մենք թոշակառով ով ստանում է 39000 դրամ եւ 50 դրամով օգնում է տրոլեյբուսից այդ թոշակառուի համար 50 դրամի փոխարեն վճարել 150 դրամ վճարում է նա տեսելու իր հացի գումարից իր կոմունալից իր ամեն ինչից հետեւաբար ամփոփելով խոսքս բացի թվականական ելևէջներից ակնհայտ է որ տրանսպորտը այն սոցիալական ոլորտն է որտեղ համայնքի եւ պետությունը իրեն հանձնարարում եւ գույքահարկի շրջարկի աղբանության եւ այլ հանգացումների ֆոնին պետք է այնպես ան որ գոնե տրանսպորտը չթանկանա եւ մարդիկ կարողանան օգտվել հանրային տրանսպորտից շնորհակալություն պարոն համեցեք ինչ Շնորհակալություն նախ պարոն Սահակյան Այո խոսում ժամանակ պատասխանում եմ որ ձեր ուսուցչության ամենապատրաստված կազմի ինչպես նաև ԿՊ-ի եթե ցանկություններ են ով ուզում է ձեր ուզած հաղորդավարի մոտ մի նախապայմանով պետք է եթե հիմնավորեմ որ թալանա հիմնավորեմ որ այս ամբողջ ստվերա ու դրա համար չի ցանկանում առարկայական ելույթը նաև հիմնավորումը ինչու պետք է չցանկանա նախ ամենապրիմիտիվ տարական աշխատանքներ ներկայացնեմ, երբ որ դիմում եմ քաղաքապետին, որ ասում եմ ներկայացրեք Տիգրան Ավինյան ծախսերը, հենց առաջին տեղից ամենայն պատասխանատվության խոսքի ասում եմ, որ թալանը ներառնում են, որովհետև 1600 բարոց ընկերում մյուս կետում գրում են 1246, դա պաշտոնական գրությունն է քաղաքապետարանից ստացված։ Այսինքն միայն այդտեղ 200 միլիոնի է Հաջորդ կետը նայում ես մանի բարոյների աշխատավարձը տված պաշտոնական որը պատրաստ են ցանկացածին տալ 700,000 դրամ ոչ մի մանի վարորդ չի ստացել 700,000 դրամ այսինքն հաջորդ թալանը նախ փողը դնում են ջեբները ինչի են գրել որ պատասխան տան մյուսը այդքան որ գովերքում ու երգում են որ նոր ավտոբուսները վերել են բաժանապատի տվեք նոր ավտոբուսների վրա ամսական 320 միլիոն դրամ Քեկ ծախսում, ամենը $1 միլիոն փող եք ծախսում, որ նոր են, այդքան փոքր են, այդքան լավ են, ինչի համար եք ծախսում։ Մյուսը վերջնականապես ասեմ եք, այդքան որ ասում են գազել, 200 գազելն են ուտելակ է։ Ճիշտ է, 2024 թվականի ես ասում եմ 2005 թվականին է նույնը չէ։ Նույնն է 2005 թվականի գազելն 2024 թվականին է, տարբեր գազելն են, բայց այդքան գազելն է։ Բայց ծախսերն ու
Լենքի մի քանի կետով եմ ասում, հաստվերը ոչ մի ձևով չեն վերացել, ո՞նց է լինում ժողովուրդ։ Ո՞նց է լինում, հաստվերը վերացել, մնացածը ամենակարևորը։ Այս նաև դիմում է մեր ԿՊ-ի գործընկեր ավականիներին։ Ժողովուրդ ջան, քանի կար ասում եք, մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ չենք ասում, որ չենք ցանկացնելու, բայց նախընտրական քարոզարշավի ժամանակ ասեք կանենք, բոլորը ասել եք։ Դեպի 17,000 մարդ ասում է, ժողովուրդ ջան, այսինքն մեր ասածի տրամաբանությունը ի՞նչ է, նորմալ կառավարեք, ստվերը վերացրեք, իդեալական, պարզ հապարծիկ կառավարեք, երկու պաշտոնյա գտեք, որ իր հրապարակած թիվը նույնը լինի, եկեք ասեք ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա, մեր ինքնարժեք հաշվում են, այլնում է 118 օրինակի համար, 111 եք անում, դե կլինի դուք տաս, թե չէ, չէ, հակառակ օրած մեկը քնից ելնում ասում է ինքնարժեքը 150 է, 260-ը 520 օրինակի համար, է չի կարելի գիտել, բայց կանչ եք ուզում եք վստահություն ունեք 0 է, ու էլի եմ ասում, թալան, ու հետրա պատասխանը տվել այս քաղաքապետարանը, հենց հիմա ով ուզում է կարազանստի կողքը նամակի գրության պատասխանը տա, հենց հիմա պատասխանել եք դուք, կարող եք բացատրել, բայց կանչ եք քաղաքացի չասի, ժողովուրդ, ասում են մի կանգնացրեք, իսկ ներկայացությունը ամբողջ ինքերը համաձայնում է քաղաքապետարանի կողմից տրված թվերը, չեն քնեք գիշերը elə որոշեք որ օրինակի համար հեսա, ու նորից կրկնեմ, եթե ինչ-որ մեկը մի գրամ կասկածի տակ է դնում այս ամեն ինչը, վաղը հրապարակայնորեն կանչում են բանավեճի, ձեր ուզած տեղը, ձեր ուզած վայրը մի պայման ունեմ, ու եթե լինի, ու ռեկլամենտը պավի, 3 րոպե մեկն է խոսում, 3-ը մյուսն է խոսում, հիմա էլ 10,000 քաղաքապետարանից ասում են, ժողովուրդ չպիտի թանկանա, ասում են արեք, էդի խոսք եք տվել, ասեք կանենք, շնորհակալություն։ Շնորհակալություն եզրափակիչների։ Այո, հարգելի քաղաքացիներ, ինչպես դուք տեսաք, իշխանությունները բովանդակային 0 քննարկում իրականացրեցին, որևէ հակափաստարկ մեր ներկայացրած նախագծին չեն ցույց տվել եւ իրականությունը հետեւյալն է պաշտոնական տվյալների հիման վրա։ Սա ասում եմ բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր որ դեռ չեն որոշել բոյկոտել, դուք պետք է բոյկոտեք, որովհետեւ ձեր գրպանը ուղիղ մտնում են։ 2019 թվականի պաշտոնական տվյալներ, ուղևորահոսք, ծախսեր, բաժանում ենք սովորական գործողությամբ, ինքնարժեքը գալիս է 77.6 դրամ։ 2023 թվական ուղևորահոսք, ծախսեր, տարվա օրեր 68.9 դրամ։ 2025 թվականի նախատեսված ծախսերը որ կա 21.8 միլիարդ։ Բաժանում ենք ուղևորահոսքի վրա, որը իրանք են այդ տվյալները ներկայացրել 93.1 դրամ։ Հիմա 23 թվականի 7 միլիարդ դոտացիան հաշվի առնելով ուղևորահոսքը ստանում ենք 130 դրամ գին, որից 100-ը վճարում էր քաղաքացին, 30-ը դոտացիա էր գնում։ 50%-ից ավել ստվերի պարագայում մենք 65 դրամի կարգի թիվ ենք ստանում։ Հարգելի քաղաքացիներ, այս իշխանությունները իրենց իսկ ներկայացրած պաշտոնական տվյալներով հիմնավորելու ապացուցել են, որ 100 դրամից չի անցնում գինը, տվյալ դեպքում ինքնարժեքի մասին է խոսքը։ Եթե դոտացիան էլ սրան ավելացնենք, ապա կստացվի, որ մենք կարող ենք շատ ավելի էժան եւ մատչելի տրանսպորտ ստանալ։ Քանի որ ես որևէ հակափաստարկ չլսեցի այս դահլիճում եւ ենթադրում եմ, որ միագումար նիստի ժամանակ նույնպես հոդաբաշխ բացատրություն չի հնչելու, ուստի Թալանի մասին խոսող քաղաքացիական պայմանագիրը նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը պետք է ուղիղ նայեն քաղաքացիների աչքերին եւ խոստովանեն, որ իրենք ուղիղ ձևով մտնում են քաղաքացիների գրպանը, թանկացնելով քաղաքային տրանսպորտը։ Հարգելի քաղաքացիներ, մեր պայքարի արդյունքում իշխանությունները տեղի տվեցին եւ 300 դրամ գինը, որը մեկ ուղևորափոխադրման համար էր լինելու, եթե մարդիկ փաթեթ չէին վերցրել եւ ընդամենը այդ 90 րոպեանոցից մի 180 րոպեի ընթացքում մեկ անգամ էին օգտվելու, մեկ տեղափոխությունը կազմելու էր 300 դրամ։ Մեր եւ ձեր համատեղ պայքարի արդյունքում դա դարձել է 150 դրամ։ Հիմիկվա տվյալները ցույց են տալիս, որ քաղաքացիները massայաբար բոյկոտում են քաղաքային տրանսպորտը եւ մենք այդ բոյկոտը պետք է շարունակենք, որովհետեւ ապացուցված թվերով ես հնչեցրեցի թվեր, հիմա էլ եթե քաղաքային իշխանություններն լսում են, կարող են այս թվերը իգիտություն ընդունել եւ պատրաստվել ամսի 18-ի նիստին։ Մենք այն ժամանակ ավելի դետալային մանրամասն կներկայացնենք, թե ինչպես ենք ստացել այդ տվյալները
եւ ինչպես են իրենք քաղաքացիներին դարձնում թալանի մատերիալ։ Ես սա օգտագործում եմ իրենց բառապաշարը։ Դիմակիցներից կոչ եմ անում չմտնել անձնական վիրավորանքների դաշտ։ Անձնական վիրավորանքները իրենց են բնութագրում։ Չմտնել այդ գալմաղալների դաշտ, որովհետեւ մենք բովանդակային, ծրագրային, գաղափարական առումով ուժեղ ենք եւ մենք կարող ենք մեր ճշմարտացիությունը ապացուցել բովանդակային դաշտում։ Իրենց ձեռնտու է լինելու դա խափանելը, մեզ ձեռնտու պետք է լինի քաղաքացիներին ճշմարտությունը ներկայացնելը։ Այնպես որ հարգելի քաղաքացիներ, դուք ունեք բոլոր լեգիտիմ հիմքերը այս հանձնաժողովի նիստից հետո ել ավելի մեծ թափով բոյկոտելու քաղաքային տրանսպորտի թանկացումը։ Մի վճարեք, վարորդներին շնորհակալություն հայտնեք եւ ստիպեք քաղաքային իշխանությանը վերանայել քաղաքային տրանսպորտի գինը։ Սա մեր բոլորի իրավունքն է եւ մենք այդ իրավունքը օգտագործում ենք նաեւ հիմնվելով պաշտոնական տեղեկատվության վրա։ Մեր առաջարկած փաթեթը նախատեսում է, որ չպետք է լինի գինը քաղաքային տրանսպորտի ավել քան 100 դրամը, թոշակառուները եւ հաշմանդամության կարգ ունեցողները պետք է օգտվեն անվճար եւ սրա համար բոլոր հիմնավորումները կան։ Իսկ այն ձայնագրությունները, ապօրինի հրահանգները, որ հնչում են կամ հնչելու են վարորդների նկատմամբ, դրանք հետագայում քրեաիրավական գնահատականի են արժանանալու։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն 17000 քաղաքացիներից եւ նաեւ այն քաղաքացիներից, ովքեր որ չհասցրեցին միանալ մեր ստորագրահավաքին, որոնք աջակցեցին այս նախագծին եւ Մայր Հայաստանը քաղաքական նոր մշակույթ մտցնելով մեր հանրային կյանք ներկայացրել է նախագիծ եւ պաշտպանում է մեր քաղաքացիների շահերը։ Ավարտում եմ 1 րոպե, ուրեմն ինչպես հայտնի է նաեւ մենք կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների հետ կապված դատի ենք տվել քաղաքային իշխանությանը, դատական գործընթացը դեռևս շարունակվում է եւ մենք քաղաքացիներին կոչ ենք անում նաեւ այդ թանկ 160,000 դրամանոց փաթեթները ձեռք չբերել, ուղղակի ստիպված օգտվել այդ ժամավճարներից մինչեւ դատական գործընթացի ավարտը եւ մենք ձեզ հետ միասին նաեւ այս գործընթացը պետք է ավարտին հասցնենք, եթե քաղաքային իշխանությունը ավականու դեմքով մերժի մեր նախագիծը, մենք սրա օրենսդրական հաջորդ քայլեր ունենք 10% ստորագրության հավաքում եւ հարցը մտցնել հանրակրվեի, այնպես որ ձեր աջակցությամբ սիրելի քաղաքացիներ մենք կհասնենք սոցիալական արդարության հաստատմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, պարոն Համակյանի քաղաքացիական ձեր ասացին քաղաքական մասով պարոն Համակյանն մեր խոսակցությունից յուրաքանչյուր մարդ կարող է դες անջել քաղաքական մասը։ Շնորհակալություն քվեարկություն հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ նախագծին հիմնադրած, ընդհանուր մի փոքր բացը որտեղի հաշվի 1, 2, 3, 4, 5, 6, 7, հայկին բան չէ, սա հիմա կարող ասենք հայկը, բայց ինձ բան չէ։ Այդ ոնց անում է, ուրիշ դեպքերում դառնում է, հիմա չի լինում։ Հարգելի գործընկերներ կամ դեմ կապ հարգելի գործընկերներ, հարգելի բան իսկական չեք ասում։ Ովքեր են դեմ նախագծի ընդունմանը։ Ու շնորհակալություն ստացա բացասական եզրակացություն, հաջորդ հարցը Երևան քաղաքի հավաքանու 2024 թվականի 2024 թվականին մարտի 12-ի համար 95-ը որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Վահան Ավակյան զեկուցող համեցեք պարոն Ավակյան։ Դեվանյանը խոսում է ճիշտ ասած, չուզես արագամենտը խախտել։ Չէ, բայց ներողություն էլի պարոն Ավակյան, պարոն Թեմանյանի հարցը Հյունդայում չի, բերեք հայեցի պայնպես, բեր հյունդայում կետա բարակ ուզածը ես չեմ ուզենա, որ այդ դարգացությունն եմ ուզում։ Ավակյան, դարգացություն չկա, եկեք շարունակենք այդ թեման։ Չէ, դե թեման չեք շարունակ։ Շատ է, զեկուցեք ձեր հարցը, ձեր ժամանակն է գնում։ Ժամանակը ոչինչ։ Պարոն Դևանյանը խոսքի մեջ նշեց, որ լորջը մենք կարենք դարձը ավուստ։ Ես նախորդ նիստի ժամանակ էր ասում, այո, օքեյ, թող լինի, որ բոլորով եք արել։ Բայց կխնդրեի ձեր ֆրակցիայի, ձեր